Շակառուի քարտից 5 միլիոն գողացվել է։ Հիմա իմ իրավունքները ոնց կարելի է պաշտպանել։ Դա օրենսդրական բան է այդ 5 միլիոն ուրեմն վարկա ձևակերպել ու իսկույն եւ այդ քաշվել է։ Հիմա օրենսդրությունը իդենտիֆիկացիան չի ուժեղած, բավարար չի այդ իդենտիֆիկացիան, որ այդ զեղծարարը կարողացել է այդ բանը անի։ Ոնց է եղել ձեր մասնավոր դեպքի, ասեք ոնց եղել, SMS է եկել, կոդ եք հավաքել, ինչ է եղել, ոնց եք իմացել։ Ոնց եմ իմացել, որ նա ինչ որ լիստ այմում ինչ որ մի հատ ստից բան պետք է վաճառենք 2400 դրամով։ Պատկերացնում եք, հետո ուրեմն մեզ եկել է մի հատ լինք, այդ լինքով, որ ուրեմն պետքա մտնես, դու պետքա առաքումը տեղի ունենա, ուրեմն որպեսզի իրանք կարողանան ինձ վճարեն այդ գրքի համար, որտեղ այդ գիրքը այլևս դասագիրքը պետք չէր մի տունը տեղ ազբաղացնում, ասենք մեկին ինչ որ մի բանի պետք է լինի, էլի։ Հիմա հետո եկավ Ինեկո բանկի պատուհանը, այսինքն ես իմ տվյալը երրորդ անձանց չեմ տվել։ Ոչ մի երրորդ անձ տվել եմ Ինեկո բանկին։ Ինեկո բանկի մեջ ոնց որ թույլատրել են, որպեսզի այդ մարդը իբր թե պիտի փոխանցում անի։ Ու այտենց 5 միլիոն քաշել տարել են։ Այսինքն օրինակի համար 5 միլիոն կար թե չէ, վարկ են ձևակերպել։ Վարկ են ձևակերպել տարել են։ Իմ ձեռքը ոչ փող ա եղել, ոչ բան ա եղել, ոչ մի բան չի տեսել, ոչ մի բան։